Արագածոտնի մարզի Սասունի գյուղում ակտիվ շինարարություն է, Վիոլիաջուր ընկերության կապալառու կազմակերպությունն է աշխատում, փողոցներից մեկում տեխնիկական խրամուղի է քանդում, մեկ ուրիշ հատվածում արդեն պոլիէթիլենե խողովակներն են տեղադրվում, մի քանի փողոցում էլ աշխատանքները գրեթե ավարտված են, Վիոլիաջուրը նոր խողովակներով է փոխարինում Սասունիկի քայքայված ու մաշված խորհրդային տարիներից մնացած թուջե ու պողպատե ջրագծերը։ Հին ջրագծերը շատ վատ վիճակում են գտնվում, ֆիզիկապես մաշված, բավականին շատ վթարներ կային, թե բաց, թե թաքնված վթարներ եւ ամենավտանգավորը նա էր, որ դրանք անցնում են սեփականատիրական տարածքներով, որտեղ շահագործման առումով պահ էր գալի, որ անհնարին էր մտնել այդտեղ աշխատանքներ կատարել, շահագործման տեսանկյունից շատ բարդ էր։ Սասունիկի ջրամատակարարման համակարգը բարելավելու, ապօրինություններն ու ջրակորուստը վերացնելու համար Վիոլիաջուր ընկերությունը 2025 թվականի պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրի շրջանակներում 195 միլիոն դրամ է հատկացրել։ Քայքայված ջրագծերն ընկերությունը փոխարինում է 25-ից 60 մմ տրամագծով պոլիէթիլենե խողովակներով։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է վերակառուցել 12 կիլոմետր հին խողովակաշար, որի 1.5 կիլոմետրն արդեն փոխվել է։ Ծրագիրը կատարում է նրա համար, որպեսզի մենք ունենանք կարգավորվող կառավարմամբ նոր համակարգ եւ կարողանանք ամրագրել բաժանորդներից գանձվող գումարները 490 բնակիչ բաժանորդների ջրաչափական հանգույցների տեղափոխում սահմանազատման կետեր։ Սասունիկում ջրամատակարարման խնդիրները սրվում են հատկապես ամռանը, երբ ավելանում է ջրի սպառումը, պատճառը ջրագողությունը եւ խողովակների մաշվածությունն են։ Գյուղ մղվող ջրի 80%-ը կորչում է, արձանագրում է Վիոլիաջուր ընկերության Արագածոտնի մարզի աշտարակ տեղամասի շահագործման պետ Արտյոմ Խաչատուրյանը։ Ամառվա ամիսներին կոնկրետ այս փողոցի վերջի հատվածները լինում է, որ կես ժամ, մի ժամ ջուր է հասնում մարդկանց, օրերը լինում անգամ չի հասնում շատ տաપ եղանակին, սպառման ավելացման հետ կապված։ Սակայն գյուղին մենք մատակարարում ենք մոտ 60-ից 65 լիտր վայրկյան ջուր, որը ահռելի քանակություն է։ Սասունիկում աշխատանքը ավարտելուց հետո Վիոլիաջուրը ակնկալում է ջրի կորստի նվազում, ջրամատակարարման բարելավում, վայրկյանում 15 լիտր ջրի խնայում։ Եվ այսպես 2017 թվականից Վիոլիա թիմը ստանձնելով Հայաստանի ջրամատակարարման համակարգի սպասարկումը ամենօրյա աշխատանք է տանում, մի կողմից վերացնելով ջրամատակարարման վթարները, մյուս կողմից իրականացնում է ջրաշինարարական մեծածավալ աշխատանքներ։ Այսպիսով խնդիրներին ոչ թե ժամանակավոր լուծումներ են տրվում, այլ կայուն ու հուսալի համակարգ է ստեղծվում ապագայի համար։ Սասունիկում այսօր Վիոլիաջուրը հենց այդ կայուն եւ հուսալի համակարգն է ստեղծում։ Հասմիկ Դիլանյան, Էդվարդ Ասատրյան, Ռադիոլուր։